Դե ինչ այսօր մենք լավ լուր ունենք կամ վատ լուր ունենք, նայած ում համար ոնց։ Սա մեր գարուն ամառ սեզոնի վերջին թողարկումն է։ Եվ մենք ամառային հանգստի ենք գնում, այսպես ասած, ոչ թե բառացիորեն, այլ ուղղակի չի լինելու այս ոդկասթը 2 ամիս, հույս ունենք աշնանը նորից նոր ուժով եւ ավյունով կսկսենք։ Այո։ Եվ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր նայել են, ովքեր մեկնաբանել են, ովքեր շեյր են արել, մենք շատ զգացված ենք, որ դուք նայում եք եւ ձեզ հետաքրքիր է եւ նաեւ ձեր կարծիքն եք արտահայտում եւ հույս ունենք աշնանը կշարունակենք։ Իսկ այսօր կփորձենք խոսել մի քիչ ոչ թե ընթացիկ իրադարձությունների մասին, այլ ավելի այսպես երկարաժամկետ տրենդերի մասին եւ փորձենք հասկանալ, թե այս մեր ընտրություններից հետո ինչ զարգացումներ, ինչ սցենարներ կան, որ մեզ սպասում են արտաքին քաղաքականության մեջ ու հատկապես իհարկե հայ-ադրբեջանական հարաբերություններում եւ դրա հետ կապված խնդիրների ամբողջ կոմպլեքսում, բայց իհարկե Հայաստան-Ռուսաստան, չեմ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Եվրոպա, Հայաստան-ԱՄՆ այդ ամենին էլ ընթացքում կտեսնենք Երևան։ Հա, երևի չենք կարողանա չանդրադառնալ, բայց կսկսենք Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից եւ ինչ ես կարծում Էդգար, ինչ սցենարներ կան այս ընտրությունների արդյունքները հաշվի առնելով, իհարկե այնտեղ դեռ ինչ-որ գործընթացներ լինեն, բայց մեծ հաշվով շատ քիչ բարձ է։ Հա, այդ արդյունքները հաշվի առնելով ինչ կարելի է նկատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում։ Դե նախ պետք է մի հատ արձանագրել, որ Հայաստանի ժողովուրդը ընտրել է խաղաղության ուղին։ Եվ դա ամենամեծ, այսպես ասած, ձեռքբերումն է այս առումով, ու կարծում եմ, որ նաև այն հատվածը ընդդիմության, որը քննադատում էր Փաշինյանին, հա, որը տարբեր պատճառներով, այսպես ասած, խիստ դեմ էր ներկայիս կուրսին, այդ հատվածի մի զգալի հատվածը իրական խաղաղության դեմ չի եղել։ Չնայած ընդդիմադիր քաղաքական ուժերը ասում էին, մենք պետք է ինչ-որ, չգիտեմ, վերանայենք, մենք պետք է ինչ-որ նոր էլեմենտներ մտցնենք այդ խաղաղության օրակարգի մեջ, բայց ընդհանուր առմամբ իրենք բոլորը հասկացել էին, որ պատերազմի օրակարգ հնարավոր չի վաճառել հայ ժողովրդին։ Այսինքն դու կարծում ես, որ որոշ վերլուծաբաններ, այդ թվում օրինակ ադրբեջանցի որոշ վերլուծաբաններ ասում են, որ այդ տեսեք Հայաստանի ընտրողների 40%-ը քվեարկել է խաղաղության դեմ, դու այդ փաստարկը չես ընդունում։ Ոչ, չեմ ընդունում, որովհետև նորից, այսինքն այդ ամբողջ ռետորաբանությունը, որ առաջ էր քաշվում, ինքը առաջ էր քաշվում հիմնվելով այն հանգամանքի վրա, որ ընտրողներին չպետք է ասել, որ մենք գնում ենք պատերազմի ճանապարհով, չենք ընդունում խաղաղությունը, բոլորը ասում էին մենք խաղաղության կողմնակից ենք։ Ուղղակի մի քիչ այդ որ խաղաղությունը ավելի ամուր լինի, ինստիտուցիոնալ լինի, երաշխիքներով լինի, այսպիսի ռետորաբանություն էր առաջ։ Բայց արդյոք նրանց ընտրողները իրականում առաջնորդվում էին այդ խաղաղության օրակարգով, էլի մի քիչ դա ինձ հիշեցնում է ՔՊ-ի ծրագիրը 21 թվականին, որտեղ գրած էր չէ անջատում հանուն փրկության, պիտի չնեմ բանակցային ճանապարհով ինչ-որ բաներ անենք եւ այլն, բայց այսօր արդեն ընտրությունների ընթացքում պարզ դարձավ, որ այդ ամեն ինչը իրատեսական չի եւ ինձ թվում է իրականում այն մարդիկ, ում համար այդ օրակարգն էր կարևոր, իրանք քվեարկեցին այնուամենայնիվ Հայաստան Դաշինքին կամ չգիտեմ մյուս դիմադիր կուսակցներին, իսկ ՔՊ-ին քվեարկեցին այն մարդիկ, ովքեր այնուամենայնիվ իրանց համար գերադասել էր խաղաղությունը։ Երբ հիմա մի քիչ այնպես բարձրացված եմ ասում, հա, բայց ամեն դեպքում ԿՊ-ն տենց նույնիսկ 21 թվականին արդեն սկսել էր խոսել խաղաղությունից եւ այլն եւ այդ մարդիկ նրանք քվեարկեցին, հա։ Հիմա այս բարակայում ինձ թվում է կարելի ասել, որ հա, այս մարդիկ իհարկե իրանց ծրագրերում այսպես են գրում, իրանց հանրային ելույթներում այդպես են խոսում, բայց միևնույն ժամանակ բոլորը գիտեն, որ այս մարդիկ դրամադրված են հակամարտությունը շարունակել։ Ու ասենք ես, չգիտեմ, չեմ պատկերացնում, ինչ-որ մեկը գնա քվեարկի, ասենք Ռոբերտ Քոչարյանին, բայց դրանով հանդերձ, ասենք համարի, որ խաղաղությունը, այս պայմաններով խաղաղությունը դե հենց այդ է հարցը, այս պայմաններով, այսինքն իրենք ասում են, որ մենք ուզում ենք խաղաղություն, բայց իրենց ոնց որ համոզել էին, որ այս խաղաղությունը իրական շատ թույլ խաղաղություն է, ինքը արժանապատիվ նաև խաղաղություն չի,
ու ոնց որ մեկը չի լինելու այդ Հա, բայց խաղաղությունը։ հիմա Պուտինին էլ որ հարցնես, ինքը կասի, այս խաղաղությունն եմ ուզում, բայց այնպես խաղաղություն, որ Ուկրաինան լինի, ասենք, Ռուսաստանի իշխանության տակ։ Հա, բայց նայ, այստեղ նյուանսը հետևյալն է, էլի, որ էլեկտորատը, այսինքն այն մարդիկ, որոնք այս կամ այն բանով հա գնացել քվեարկել են այդ քաղաքական ուժերի կողմին, այդ էլեկտորատի ցանկությունը խաղաղությունն է, ոչ թե պատերազմը։ Իսկ ինչ ես կարծում, օրինակ իրատեսական էր, որ օրինակ այդ շատ է չէ քննարկվում, որ Փաշինյանը ասում էր, եթե այս կուսակցությունները հաղթեն, պատերազմ կլինի։ Այդ իրատեսական սցենար էր, որ այս ռուսամետ կուսակցությունները հաղթեն ու այնուամենայնիվ կոնֆլիկտը չվերսկսվի։ Դնա ես կարծում եմ, որ ամեն դեպքում իրենք կարող են ստեղծել այնպիսի իրավիճակ, որը ասենք կարող է օրինակ կազուս բելի լինել, այսպես ասած համարվել։ Բայց ընտրողները չէին գիտակցում։ Ընտրողները իհարկե չէին գիտակցում, բայց հենց այդ եմ ես ուզում ասել։ միամիտ են ընտրողները։ Ընտրողները համոզված էին, որ ոչ մի, ասենք, պատերազմ չի լինելու, ուղղակի իրանց, ասենք, այդ կուսակցությունները, որի օգտին իրենք քվեարկել են, գալու են, ասեն, որ հիմա ավելի ամուր դիրքերից է Հայաստանը հանդես գալու, բանի միջազգային հանրությանը համոզելու են, որ միջազգային հանրությունը ավելի խիստ խոսի Ադրբեջանի հետ, ու այնպես անի, որ ավելի լավ այսպես պայմաններով, հա, այդ խաղաղության պայմանագիրը ստորագրվի ու այդ խաղաղությունը հաստատվի։ Իրենք այդպես էին մտածում։ Դուրս մարդիկ կարող տենց մտածել։ Դե ես տեսել եմ, ասենք, հանդիպել ենք տարբեր մարդկանց հետ, որոնք հենց այդ ձևի էին խոսում։ Բազմաթիվ, ուրեմն մոտ, չգիտեմ, ինչքան 30 խոսել ենք դրա մասին, հա։ Մարզային այցելություններ ենք ունեցել, որոնցից մասնակցել եմ ու բացարձակ մեծամասնությունը, ես կասեի նույնիսկ բոլորը ասում էին, որ իհարկե մեզ խաղաղություն է պետք, մենք խաղաղության կողմնակից ենք, ուղղակի մեծ մասը էլի այդ մարդկանց ասում էին, որ մենք ընդունում ենք այսօրվա խաղաղության օրակարգը, իսկ փոքր մասը ասում էին, որ չէ, այսօրվա խաղաղության օրակարգը չենք ընդունում, այլ խաղաղության օրակարգի կողմնակից ենք մենք, հա։ Ու էս էր իրականում, այսինքն ես չեմ լսել մեկին, որ ասի, գիտես ինչ, մենք բանա, սխալ լրիվ ճանապարհա, որ մենք գնում ենք հաշտեցման, նորմալիզացման ճանապարհով, ու պետքա գնանք ռևանշի, գնանք պատերազմի ճանապարհով, բան եւ այլն։ Այդ իմաստով փոփոխությունը եղել է, իհարկե, հասարակության մեջ, որտեղ դեռ մի երկու տարի առաջ ասում էին, չէ, ինչ բանով տավուշով կգտնանք։ Այո։ Արաբախը կազատագրենք եւ այլն, բայց չեմ բացառում, որ կան նաեւ այսօր այդպիսի մարդիկ կան, երկրորդը ինձ թվում է, բայց այդքան չեն, էլի այդ ասածս է դա 30-40%։ Գիտես, ես այդքան համոզված չեմ դրա մեջ։ Ինձ թվում է, սենց է, ինձ թվում է մի քիչ շաբարզ է, այդ որ ասում են 30-40%-ը դեմոկրատիա, այդ առնվազն շատ սենց բարձրացնում է իրավիճակը, որտեղ բարձր է, որ այդ 40%-ի մեջ շատ տարբեր մարդիկ են։ Նախ 40% չի քվեարկել, 30 կանի, այո, 1/3-ն է։ Իրական 1/3-ն է մոտավորապես, այդ 1/3-ի մեջ մարդիկ կան, որոնք ուղղակի փող են ստացել, գնացել քվեարկել են, որը Այս վերջերս բանի Դարփինյանի հարցազրույցներին եմ, ասում եմ, դա ռացիոնալ ընտրություն է, հա, ռացիոնալ է։ Մարդը իր փողը ստացել է, իր ուրիշ բան չի հետարկում, ինքը գնացել է, ասենք, այսինքն ինքը չի մտածել ինչ որ խաղաղության մասին նաև խաղաղություն չլինի, որ ասում է չլինի, ասենք այդ սկզբունքով։ Այն չէ՞ որ իր ցանկությունը եղել է, ասենք, ինձ թվում է այնուամենայնիվ սենց մի հատ բան կա, որ ասենք մարդիկ կան, ովքեր ոնց որ շատ քիչ իրատեսական պատկերացում ունեն, որ խաղաղությունը նշանակում է այն ինչ որ հիմա կա։ Ու կան մարդիկ, ովքեր ասում են, որ չէ, սա խաղաղություն չի, ու ոնց որ դենց ընդունված չի ասել, որ թող ավելի լավ լինի պատերազմ, բայց մի տեսակ իրենք մտածում են ավելի լավ թող լինի պատերազմ, քան սենց խաղաղություն։ Դե այդպիսիները կան, բայց ինձ թվում է իրենք շատ ավելի շատ են, այսինքն ինձ թվում է այդ 1/3-ից գալի մասը այդպես է մտածում։ Ուղղակի հիմա մի տեսակ ընդունված չի այդպես ասելը։ Հա, ոնց որ օրինակ Եվրոպայում շատ ծայրահեղ աչեր կան, որ դες ֆաշիստ են բացահայտ, բայց ասենք ընդունված չի դες ասել որ մենք բացահայտ ֆաշիստ ենք, իրենք ասում են չէ, մենք բան ենք, լիբերալ ենք կամ լիբերտարիան ենք, բայց իրականում այդ մարդկանց ուղեղը եթե կարողանաս մտնես, կտեսնես որ նրանք ֆաշիստ են։ Հիմա նույն ձևի մեզ մոտ ինձ թվում է վերջի տարիներին եղել է որոշակի հանրային ռետորաբանության փոփոխություն ու ընդունված չի ասել որ չէ, մենք ռևանշի կողմնակից ենք, մենք կողմ ենք որ լինի պատերազմ, մինչև հաղթական ավարտ, մինչև հետ բերենք հողերը եւ այլն, բայց շատ մարդիկ շարունակում են այդպես մտածել, թեկուզ բարձր չեն արտահայտում։ Համաձայն եմ, բայց նաեւ արի ընդունենք հետեւյալը, որ մարդկանց մի զգալի հատվածը, որոնք քվեարկել են դիմադրի քաղաքական ուժերի օգտին,
իրենք քվեարկել են Նիկոլ Փաշինյանի դեմ Այո, հիմնականում։ ու նույնիսկ կապ չունի այդ խաղաղության օրակարգը։ Այո։ Այսինքն եթե Նիկոլ Փաշինյանը ասեր պետք է գնանք հետ վերցնենք ազատագրենք Ղարաբաղը եւ այլն, ինքը էլի քվեարկել իր դեմ։ Իհարկե, ասածս է։ Օրինակ Հայազգային կոնգրեսը այդ իմաստով ինձ թվում է վառ օրինակ է, որովհետեւ իրանք ասենք տեսականորեն ինչի պետքա այս խաղաղության օրակարգի դեմ լինեին, չէ՞, ասենք ընդհակառակը պետք է առաջի շարքերում լինեին, բայց Այո, եւ նաեւ գիտես հարցումներն էլ ցույց էին տալիս, որ այդ ընտրազանգվածը ընդդիմադիր ինքը բավականին բազմաշերտ է։ Ասենք ես օրինակ զարմացա, որ օրինակ Բարգավաճին օկտին քվեարկողների կամ նույն ուժեղ Հայաստանի օկտին քվեարկողների մի զգալի հատվածը, ասենք եվրոինտեգրման կողմնակից էին բարձվեց։ Այրայի հարցումները դա են ցույց տալիս։ Հենց որ ես ավելին, ես գիտեմ մարդիկ, ովքեր ասենք ինչ-որ մասնակցել են, ասենք LGBT համայնքի իրավունքների պաշտպանությանը, ու հիմա հենց շատ ակտիվ ընդդիմության կողմնակից են, չնայած բարձր չէ, որ բոլոր փոքրամասնությունների համար շատ, ասենք, բարդ պայմաններ է ստեղծվելու, եթե այո, ռուսական ավտորիտար իշխանություն կա, ասենք Ռուսաստանում տեսնում ենք այդ խոշ մարդկանց ինչ են անում, ասենք ստեղ շատ բարդ վիճակ է լրացաբար ստեղծվում, բայց այնքան են զզվում ուղղակի sense Նիկոլ Փաշինյանից, որ պատրաստ են գնան, ասենք քվեարկել այն մարդկանց, որոնք իրենց բառացիորեն նստածնելու են բա Մենակ թե Նիկոլ Փաշինյանից ազատվեն։ Այ դա ինձ ճիշտ ասած մի քիչ նյարդայնացնում է, էլի որ մարդիկ, ասենք Եվրոպա մեծ մարդիկ, չգիտեմ, ազատության, բանի, կողմնակից մարդիկ, եղբայր չեք սիրում Նիկոլ Փաշինյան, շատ լավ է։ Մի սիրեք, գնացեք հայհոյեք ինչքան ուզում եք, չեմ, պատերին քֆուր գրեք եւ այլն, բայց մի քվեարկեք այն մարդկանց, ովքեր ձեզ տանելու են նստածնեն։ Ճիշտ այդպես։ Հա, դա իսկապես զարմանալի է։ Անկեղծ չեմ կարող հասկանալ։ Լավ։ Հիմա ասենք առաջ։ Ասենք առաջ։ Հիմա ինչ ունենք մենք այսօր։ Նայ, մենք արդեն ունենք ուրեմն Հաջիևի այցը Հայաստան։ Ուրեմն Հաջիև Գրիգորյան հանդիպումը։ Դե դա էլ ասցին 300,000 ադրբեջանցիներից առաջինը եկավ էլի։ Ասի դե հա, այդ չգիտեմ էլ, այդ աբսուրդ է, ասենք որքան կարելի են իրենք տենց կրկնել։ Երևի բայց աշխատեց, իսկ ինչքան ուզեն, հա, որոշ աշխատեց։ Լսում եմ, ես ինչ-որ կենցաղային խոսակցություններում այդ լսում եմ այդ թեման։ Հա, այդ որոշ դեր խաղացել է այսօրվա անդիմադիր ուրեմն բանի, հա, էլեկտորատի պահվածքի վրա։ Բայց մենք ունենք փաստորեն նաև բիզնեսմենների միջև արդեն որոշակի կապեր, որովհետև երբ որ Շահին Մուստաֆաևն էր եկել Հայաստան, հիշում ես, որ նաև բիզնեսմեններն էին երկու կողմից մասնակցում այդ հանդիպմանը։ Էլի աննախադեպ բան էր սա։ Ուրեմն տեսանք, որ նաև Թուրքիայում չէ, եղավ այտենց ֆորումի նման բան, որտեղ էլի բիզնեսմեններն էին մասնակցում, ու ստեղ արդեն հայ-թուրքական, այսպես հարաբերություններին է վերաբերում, բայց դե իրանք հասկանում են, որ փոխկապակցված են, հա, հայ-ադրբեջանական թրեքը եւ հայ-թուրքական թրեքը։ Եվ ինչ ունենք նաև, ունենք այն, որ 1.5 այսպես ասած թրեքում, այսինքն քաղաքացիական հասարակություն, փորձագիտական համայնք այդ մակարդակով հանդիպումները, խաղաղության այսպես ասած գործընթացը ինքը պետքա շարունակվի։ Ես որպես ասենք խաղաղության կամուրջի այդ նախաձեռնության նաև անդամ կարող եմ ասել, որ մտադրությունը այն է երկկողմանի, որ այդ նախաձեռնությունը պետք է շարունակվի եւ մենք օրինակ քանի որ վերջին այցը եղել էր հայկական դելեգացիայի պատվիրակության այցը Գաբալա, Ադրբեջան, հիմա ակնկալում ենք, որ հաջորդ այցը արդեն կլինի Ադրբեջանից Հայաստան։ Հիմա մենք ստանում ենք փաստորեն նաև ավելի շուտ ոչ թե նու սենց ձևակերպենք, հա, կա առևտուր Ադրբեջանի հետ։ Ու տենդենսն այն է, որ այդ առևտուրը խորանում է։ Հակառակը չի տենդենսը։ Այո, հիմա սահմանները փակ են եւ մենք ուղիղ այդ առևտուրը չունենք, երրորդ երկրների միջոցով ունենք, բայց ունենք այդ առևտուրը։ Դա լուրջ բան է։ Նաեւ այլ երկրներից, չէ, էլի Ադրբեջանի միջոցով Այս էլ է հետաքրքիր, որ գալիս է ուրեմն տարբեր կարևոր ցուցիչ է, բայց նաև օրինակ չմոռանանք, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև տարբեր շրջանտեսական կապեր պահպանվում էին ընդհանուր մինչև այդ լայնամասշտաբ հարձակումը 22 թվականին։ Պահպանվում էին, իսկ հիմա հաստատվում է մեր մոտ։ Տարբերությունը մեծ է։ Նա իներցիա էր, իսկ սա տրենդ է։ Հիմա մենք ունենք այստեղ
ուզում եի կարդալ, որ սխալ բան չանեմ, էլի հանկարծ Տելեկոմ Արմենիա եւ Ազերտելեկոմ ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախատեսում է երկու երկրների տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցում եւ մատակարարում կոմերցիոն հիմունքներով։ Սա էլ մի աննախադեպ բան է իրականության մեջ, հա։ Այսինքն մենք տեսնում ենք, որ արդեն լուրջ ընկերությունների միջև է համաձայնագրեր ստորագրվում ու սա բնականաբար նպաստում է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիային, ակնհայտ է սա։ Սա բնականաբար նպաստելու է նաև էլի տնտեսական աճին եւ սա բնականաբար փոխադարձ վստահության մթնոլորտն է ամրապնդելու։ Միանշանակ է սա, որովհետև այսօր մենք շարժվում ենք սրա մասին, եթե չեմ սխալվում, մենք խոսել ենք, չէ՞, խաղաղության այդ երկու կոնցեպտների մասին ասել ենք, որ կա նեղ խաղաղություն, կա լայն խաղաղություն, ասել ենք թե չէ, այնուամենայնիվ, ասենք երկու կոնցեպտ, ուրեմն նեղ խաղաղություն, երբ որ ուղղակի չեն կրակում, չեն պատերազմում, կա առևտուր, որոշակի կապեր, դիստանցիան պահում են, հա, սահմանները նեղ խաղաղության շրջանակներում սովորաբար բացվում են, բայց նույնիսկ այդ տարբերակն էլ կարող է լինել, որ ասենք փակա կամ կիսափակա, այսպես ասած սահմանը, բայց այդ կոնտակտները կան։ Այսինքն խաղաղ գոյակցում են, ոչ ավելին, հա։ Եվ լայն խաղաղությունը, երբ որ արդեն ըստ էության կողմերի միջև կա հաշտեցում, չէ՞, իհարկե չկա նաև պատերազմ, բնականաբար կա խաղաղության պայմանագիր, կան զորքերը, այսպես ասած, արդեն սահմանին չեն տեղակայված, այլ միայն սահմանապահներ, կա դիվանագիտական հարաբերություններ, կան մշակութային նաև, այսպես ասած, փոխգործակցություն եւ այլ։ Այսա ոնց որ լայն խաղաղությունն է։ Հիմա մենք դեռևս նեղ խաղաղության կոնցեպտի վրա ենք, այսպես ասած, հա, աշխատում։ Դա ավելի իրատեսական է ըստ էության։ Ու տես հիմա այս ամեն ինչը փաստորեն մենք ունենք առանց խաղաղության պայմանագրի ստորագրման, այսինքն մենք ունենք նախաստորագրված խաղաղության պայմանագիր, բայց արդեն ահագին առաջընթաց ունենք ընդհանուր առմամբ այս նեղ խաղաղության հաստատման ուրեմն առումով։ Ու որ ասում ես ինչ կարող է լինել, հա, ապագայում, այսինքն այս տրենդը ինքը տենց իսկապես բայց միացած խնդիր կա եւ դա այդ սահմանադրության հետ կապված Ադրբեջանի բանջն է, որը մինչեւ վերջերս, այսինքն ոնց էր ենթադրվում էր, որ ԿՊ-ն կունենա 2/3, հա, սահմանադրության հանրակրվեկանի այդ հարցն մեջտեղից դուրս կգա։ Հա, եւ ոնց որ այդ է հիմնական դիրքորոշումը Ադրբեջանի, որ այ մենք սպասում ենք, որ Հայաստանը կանի այդ հանրակրվեն, մենք հետո կստորագրենք պայմանագիրը։ Հիմա փաստորեն այդ հանրակրվեի ապագան խիստ մշուշոտ է, որտեղ բացի դրանից, որ ԿՊ-ն ունի այդ ձայներն, այլ ինձ թվում է Հայաստանի այս ներքին քաղաքական կայունության տեսակետից ամեն դեպքում այդ հանրակրվեն մոտակա ապագայում այնքան էլ նպատակահարմար չի էլի անցկացնել։ Ես դες միանշանակ չէի։ No, գիտես ինչի, որտեղ Ռուսաստանը ամեն ձևով փորձելու է այդտեղ էլ մտնել, խանգարել եւ այլն, իրանք էլ իրանց կողմից ինձ թվում է նույն հանրակրվեի պահանջից ոգեշնչված հիմա իրանք հնարեցին այդ որ պետքա ԵԱՏՄ-ի հարցով հանրակրվել լինի, չէ՞, ասենք ինձ թվում է դա իրանք ասին, դե եթե այդպես հայ-ադրբեջանական հարաբերություններում հանրակրվեի հարց կա, մենք ինչով ենք վատ, եկեք մենք էլ պահանջենք։ Ճիշտ է, մեր ընկերներից մեկը նաև զենց հետարքիր միտք առաջարկեց, որ իսկ եկեք հանրակրվե անենք, բայց հարցը դնենք, արդյոք դուք ուզում եք մնալ Եվրասիական տնտեսական միությունում, ու դες մարդիկ կգան կքվեարկեն ոչ, կասենք էսա, դե տեսնում եք Ժորժան, արեցինք մարդիկ չեն ուզում մնալ։ Բայց այդ տենց լուսանցքային ասած խոսակցություն է, իհարկե հիմնական ինձ թվում է խնդիրը այն է, որ դե հիմա ասենք մոտակա ապագայում կամ միջնաժամկետ ապագայում հանրակրվե չի սպասվում։ Ու ես իհարկե հույս ունեմ, որ հնարավոր կլինի վերաբանակցել ինչ-որ բաներ Ադրբեջանի հետ եւ իրենց համոզել, բայց նրանց կողմից եկող ազդանշանները առայժմ ես տեսնում եմ այնպես, որ չէ, այդ այնուամենայնիվ սա մեզ համար կարեւոր է
եկեք ուրեմն եթե դա չի լինում մի քիչ ուրեմն պետքա այտենց սպասենք, տեսնենք ինչ է լինում, ասենք այդ տնտեսական ոլորտում հանգումը գործակցենք, հա, բայց դա մեզ համար ամեն դեպքում կարևոր պայման է։ Այո, այդ ամեն ինչը կա, բայց ելի նշենք, որ Ադրբեջանից արձագանքը մեր այս ընտրություններին հիմնականում դրական է շատ։ Այսինքն բոլորը այնտեղ ասում են, որ այո, հայ ժողովրդի մեծամասնությունը քվեարկեց այս օրակարգի օգտին, մենք պետք է շարունակենք նորմալիզացման գործընթացը, հարաբերությունների հաստատման գործընթացը։ Շարունակենք, խորացնենք, դրա համար կան լավ նախադրյալներ եւ այլն։ Սա է ասվում։ Բայց այո, ասվում է, որ իհարկե մենք չենք հրաժարվում դեռևս այդ գաղափարից, որ դեր սահմանադրության մեջ կա ավելի շուտ այդ նախաբանի մեջ կա հղում անկախության հռչակագրին, ինչը նշանակում է, որ այնուամենայնիվ տարածքային այդ պահանջի սկզբունքը ձեր մոտ դեռևս չի վերացված ու նաև դե իրենք հղում են նաև անում էլի ընդդիմության ստացած ձայներին ու ասում են, որ դե նշանակում է, որ դեռևս այս առումով հասարակությունը կոնսենսուսի չի եկել, հա։ Բայց ինձ թվում է մեզ համար դա այնքան էլ վատ չի գուցե, որ իրանք տենց են անցնում։ Որտեվ դա մի քիչ իրանք կստիպի գուցե ավելի կոնստրուկտիվ լինել, գուցե մի քիչ ավելի տենց իրանց պահանջները, ասենք, չափավորացնել։ Լսի, դե էսա իրականությունը, իրանք պետքա տեսնեն, որ կա այսպիսի իրականություն, եւ այստեղ հարցը այն է, որ երբ որ ասում ես սպասեն, հա, սպասում են, բայց ինչպես նշեցիր, այսինքն առևտրային այդ հարաբերությունները ըստ էության խորանում են։ Հիմա ասենք էս որ կարդացի հիմա ինտերնետի հետ կապված այդ համաձայնագիրը արդեն իսկ ցուցիչ է, որ այնտեղ այդ սիգնալը, հա, դրական է, իրենք ստացել են դրական սիգնալ եւ իրենք պատասխանում են դրականորեն նաեւ, որ ահա, չէ, մենք չենք փոշմանել, բան գնում ենք առաջ։ Հիմա հնարավոր տարբերակ է եւ ընդհանուր առմամբ փորձագետների հետ էլ երբ որ տարբեր քննարկումներ են լինում, այս հարցերը քննարկվում է, որ դե օրինակ, չգիտեմ, կարա լինի տարբերակ, երբ որ մենք չենք ստորագրում խաղաղության պայմանագիրը, բայց այն ինչ որ այսօր կա, պահպանում ենք, մի բան էլ խորացնում ենք։ Այսինքն հնարավոր է սահմանազատումը էլի շարունակվի առանց խաղաղության պայմանագրի ստորագրման, առևտրաշրջանառությունը ավելի խորանա, Հայաստանից սկսեն ապրանքներ գնել, որովհետև միջև վերջերս ասում ենք, որ կարծես Հայաստանն է ապրանքներ գնում, չէ, Ադրբեջանից եւ հակառակը դեռ չկա, բայց ոնց որ հիմա արդեն գնում է դեպի դրան։ Իրենք ցուցակ են որոշակի բնականաբար կազմելու, կարծում եմ, այստեղ Հայաստանի տարբեր այսպես գործարարներ, հա եւ պետություններ բնականաբար սառումով դեր խաղա, որ ցույց տա թե այ ինչ կարող ենք մենք առաջարկել, իրենք էլ կարող են ասել, որ հա, մենք օրինակ կարիք ունենք այս ինչ բաների եւ գնելու ենք ձեզանից։ Սա խորանա։ Հիմա այստեղ հարցը թրիփն է, թրիփը բայց պահանջում է երկար ժամանակ։ Մենք տեսանք նաեւ, հա, այս սրա հետ կապված է, չէ՞, այսինքն նոր էլի փաստաթուղթ է ստորագրվել, ուրեմն եւ հարցն այն է, որ թրիփի իրագործման իմպլեմենտացիայի հետ կապված մենք զարգացումներ ենք սպասում հիմա հենց այս տարվա ընթացքում ու կա շատ հնարավոր է որ սկսեն արդեն աշխատանքները այսպես ասած գետնի վրա բայց ես դժվար եմ պատկերացնում որ չգիտեմ 1 տարուց կամ 2 տարուց այդ տրիփը արդեն սկսի իրագործվել։ Դա Իրանի գործոնն էլ կա, էլի, որտեղ Պարսի Իրանի հետ ինչ անում, օրում մեջ խաղաղություն է հաստատվում, մեկ էլ սկսում են կրակել իրար վրա, դες ոչ ոք չի հասկանում։ Դա էլ առանձին թեմա է, բայց զուտ ուղղակի ասենք տեխնիկական այստեղ հնարավորից ենք էլի հայ-ռուսական հարաբերություններին, որտեղ նույն ասենք թրիփի հարցում այնտեղ կան այդ ռուս սահմանապահները, որոնք այդտեղ շարունակում են մնալ, ճիշտ է անցակետի վրա չեն, բայց այդ դուք էլ որ գնացել եք, հանդիպեցիք, չէ, իրանց այո, այո։ Ու նույնը ասենք თუ երկաթուղիների հարցում, ասենք, հա, եթե ի վերջո այս գործընթացները շարունակվում է, երկաթուղին բացվում է, նաև հայ-թուրքական սահմանը բացվում է եւ այլն, այնտեղ երկաթուղիների հարցն է բարձրանում, այդտեղ էլ բայց դա արդեն UCC-ն ավելի վերաբերում, այսինքն TRIP-ի հետ կապված ռուսները գործ չունեն, այսինքն այդ կոնսենսուսն չի աշխատում։ Չէ, ուզում ասեմ ընդհանուր առմամբ, ոնց որ այդ ամբողջ օրակարգը ճանապարհների բացման, հա, այդ Հայաստանը որպես խաղաղության խաչմերուկ եւ այլն, ինչ որ պահի ինքը գալիս հասնում է ասես Ռուսաստանին, ու այդտեղ ասես մեծ հարց է առաջանում, ինչ անել, ասենք Ռուսաստանին ասես չորով ասել հələ գնացեք,
թե Ռուսաստանին փորձել ինչ-որ ձևով այդ ամենի մեջ նաև ընդգրկել, ինչ-որ հնարավորություն տալ, որ իրանք շահագրգռված լինեն, թե ոնց որ էդ էլ չանել, բայց այնուամենայնիվ տենց շատ նուրբ եւ քաղաքավարի ձևով այնուամենայնիվ այնց անեն, որ իրանք հեռանան կամ զուգահեռ ինչ-որ այդ ամեն ինչը կառուցել, հա, այսպես փորձել այդ պայմանագրերի մեջ գտնել այտենց լազիկաներ, հա, դա ասենք ոնց շանսկանում հնարավորություն կա, այսինքն դու եթե նոր երկաթուղի ես կառուցում, կարաս կառուցես։ Նորը, հա, նորի հետ կապված այդտեղ բայց այդ դեպքում պետք է միացնես այն հնին, չէ՞, ասենք այդտեղ ոնց, այսինքն մի խոսքով էլի ոնց գալիս ենք հայ-ռուսական հարաբերություններին, էլի ոնց նայեք։ Դե հիմա այդ ուզենք չուզենք, հա, բնականաբար այդ ոլորտում պետքա լավ, մի հատ հայ-ադրբեջանական այն տրանսֆորմացիաները խորանալ։ Հիմա ինչ, եթե փորձենք որպես սցենար, հա, ասենք այ ինչ սցենարներ կան։ Մեկը այնա, որ ոնց որ դու ասացիր, այդ նեղ խաղաղությունները։ Հա, ամենաիրատեսականը էս պայդրությամբ է դա։ Այսինքն հարաբերությունները խորանում են առանց խաղաղության պայմանագրի ստորագրման։ Դա նշանակում է, որ խաղաղությունը ոչ պատերազմ վիճակը ավելի ամրապնդվում, դա նշանակում է ավելի դրական մթնոլորտ է ստեղծվում հայ-ադրբեջանական տիրույթում, հարաբերություններում, եւ դա նշանակում է, որ արդեն այդ փոխշահավետ տնտեսական հարաբերությունները ավելի են ինստիտուցիոնալիզացվում ու դա իր հերթին ըստ էության նպաստում է նրան, որ այդ ոչ պատերազմը խորանա, այսինքն որ մոռանանք արդեն ինչ որ պատերազմի հավանականության մասին, հա։ Բնականաբար իսպար պետք չի նման բան բացառել, միշտ էլ պետք է ասենք մտածել, որ թեկուզ եւ փոքրիկ դրա հավանականությունը միշտ էլ ուրեմն կա, բայց մենք իհարկե այդ ամեն ինչը նպաստելու է նրան, որ ընդհանրապես, այսպես ասած, 0.քանի% լինի կամ լավ 1% հավանականությունը լինի պատերազմի։ Դե հիմա տես օրինակ ընդդիմադիր որոշ գործիչներ, չգիտեմ, փորձագետներ ասում են այն ժամանակ էլ էր էլի, այդպես Նիկոլը որ եկավ իշխանության, ասում էր չի լինի պատերազմ, այնեն հետո եղավ, հիմա ինչով է տարբերվում այս իրավիճակը։ Դե լսի, լրիվ ուրիշ մթնոլորտ է, այսինքն կան հարաբերություններ, այն ժամանակ չկային հարաբերություններ։ Այն ժամանակ կար բան, ճգնաժամ, հա, այն ժամանակ կար փակուղի։ Եվ դա Սերժ Սարգսյանն էր ասել։ Ու Նիկոլ Փաշինյանը ըստ էության ժառանգեց այդ ամեն ինչը։ Ու չմոռանանք, որ Ղարաբաղը չճանաչված միավոր էր, որևէ պետություն չէր ճանաչել եւ ըստ էության Ադրբեջանը օգտվեց այդ հանգամանքից, որ Դե հիմա էլ ասենք ասում են օրինակ եթե ոնց որ մի սցենարը որոշեցինք, որ այդ նեղ խաղաղությունն է, մոտավորապես պարզ է, դա ինչ է նշանակում։ Հիմա փորձենք հասկացնել, կա ինչ-որ այնուամենայնիվ պատերազմի սցենար, ասենք թե օրինակ, չեմ Ադրբեջանը ինչ-ինչ պատճառներով որոշում է, որ չէ, այնուամենայնիվ պետքա, չգիտեմ, ինքը ինչ-որ դիմի այսպես ագրեսիվ գործողությունների։ Օրինակ չգիտեմ, տեսնում եմ, որ այս Հայաստանը Եվրոպայի հետ մոտենում է, զարգանում է, ասենց որ գնանք ուժեղանա, կհզորանա, հեսա ասենք բանակը արդեն սկսել է վերակառուցվել, եկեք ավելի հիմիկվանից ոնց որ Հայաստանը խեղդենք, որ չլինի։ Դե այ հենց դա հարցը, որ ինչ անենք, այսինքն խեղդենք, ինչ ստանանք, ինչ այլ արդյունքում ինքը ստանալու, եթե նման ճանապարհով, ասենք, եթե գրավելու է Հայաստանը, արևմտյան Ադրբեջան։ Ասենք նախ ո՞նց է գրավելու, երկրորդը ինչա հետևանքները չէ՞ ամեն ինչ ունենալու։ Ինչին է պետք իրան այդ հետևանքները լինելու են խիստ բացասական, խիստ, որովհետև սա նշանակում է, տեսե, ախր Միացյալ Նահանգների ներգրավվածությամբ տեղի ունեցել է գործընթացը։ Նախաստորագրվել է խաղաղության պայմանագիր, TRIP-ը, հա, այսինքն նշանակում է միջազգային հանրությունը արդեն այս ամեն ինչի հետ կապված մի հատ, չգիտեմ, լուրջ իր համար հնարավորություններ է նաև տեսնում, որ այս տարածաշրջանում, օրինակ, տարբեր արևմտյան խոշոր խաղացողներ ներգրաված են լինելու, տնտեսական, ֆինանսական օգուտներ են ստանալու եւ բնականաբար նաև աշխարհաքաղաքական իրենց դիրքը ամրապնդելու են։ Հիմա, այսինքն, եթե տեսականորեն վերցնենք, հա, պատերազմի դեպքում նշանակում է Ադրբեջանը մարտահրավեր անետում ողջ արևմուտքին ըստ էության միջազգային հանրության Դե հիմա սանկցիաներ կընդունեն, բան երկու հատ կքննադատեն։ Ադրբեջանը այն երկիրը չի, որ եթե սանկցիաներ, այսինքն լինելու ակնհայտ է այս դեպքում, որ լինելու են խիստ սանկցիաներ, ոչ միայն սանկցիաներ են լինելու, այլ ուղղակի այսպես հարաբերությունները կարող են խզել Ադրբեջանի հետ, հա։
եւ Ադրբեջանը Ռուսաստան չի եւ նույնիսկ Ռուսաստանը վերջի հա տակից դուրս եկավ այո ու տեսնում ենք որ խորանում է անդեղ ճգնաժամը նոր խնդիրներ են ստեղծում եւ այլն իսկ Ադրբեջանը դե ընդհանրապես ինքը այդ կաշային կատեգորիայի չի ինքը չի դիմանում իսկ ընդհանրապես այդ դրամաբանությունը որ Ադրբեջանին մեկը չի կարելի վստահել ոչ մի պարագայում իրենք միևնույն փորձելու են մեզ ոչնչացնել հիմնված է մի քիչ sense իրացիոնալ պատկերացման վրա որ ադրբեջանցիները ինչ որ sense գազաններ են ու ուղղակի sense ատում են հայերին ու վերջ ու իհարկե ադրբեջանն ինչ որտեղ դրա ոնց որ հիմքերը տալիս է մասնավորապես այդ արևմտյան ադրբեջան թեման դա կարանք մի հատ առանձին քննարկենք բայց ընդհանուր առմամբ ինձ թվում է դա հիմնված է նրա վրա որ մի քանի գործոն կա այդտեղ նախ այնա որ մենք վաղուց այդ հասարակությունները իրար հետ չեն շփվում ու մարդիկ չեն պատկերացնում ադրբեջանցիները ով են ինչ են հակառակն էլ է ճիշտ էլի նույն ձևով ադրբեջանցիները չեն պատկերացնում չնայած ադրբեջանցիները ասում են շատ ավելի շատ են հետևում Հայաստանին եւ շատ ավելի լավատեղյակ են քան մենք իրենց մասին ու մյուսը նաեւ որ սելեկտիվ հիշողություն կա որ այս մի քիչ նուրբ թեմա է դրա համար հիմա չեմ ուզում շատ բացենք բայց սովորաբար կոնֆլիկտի ժամանակ ամեն կողմը հիշում է թե իր հանդեպ ինչ այնց բացասական գործողություններ են արել, բայց չի հիշում թե մեր կողմից ինչեր են արվել, հա, ու դրա համար հիմա մեզ մոտ թվում է, որ ադրբեջանցիները sense իրացիոնալ ինչ-որ ատելություն ունեն մեր հանդեպ, որը ոչ մի բանի վրա հիմնված չի։ Բայց եթե դու խոսես ադրբեջանցու հետ, ինքը կպատմի թե ասենք բազմաթիվ դրվագներ, որտեղ նրանք համարում են, որ մենք իրանց հանդեպ ինչ-որ անարդար բռնի գործողություններ ենք արել։ Եվ այդ ատելությունը, որը կա, հիմնվում է դրանց վրա։ Հիմա այս բարոյական ոչ փաստական ինչ-որ բան եմ ասում, հա, որ իրոք եղել է դա թե չի եղել, բարձրացի մի մասը եղել է, մի մասը չի եղել։ Ոչ էլ բարոյական բան եմ ասում, հա, գուցե ասենք նորմալ է, որ պատերազմի ժամանակ, ասենք 100,000-ավոր մարդիկ մեր զինվորների գործողությունների արդյունքով թողեցին փախան իրենց տներից, այդ շենքերը իրենց հիմնահատակ ավերվեցին, նույնիսկ ես հիշում եմ Ռոբերտ Քոչարյանը մի հատ հարցազրույցի մեջ պատմում էր այդ բաների տների մասին, որ իրան հարցրեց Արոն Աբրահամյանը, որ այդ բաները մեր գեներալների տները, ասենք, ինչի ատենց էլի Ղարաբաղում sense հիանալի տները բան, մի քիչ անհավասարության մասին չի, ինքը ասես որ չէ, նորմալ է բան, ու ոնց որ նաև ասես որ շինանյութերը ազատագրված տարածքներից է բերվել։ Հա, այնքան շատ էր, որ հա, այնքան շատ էր, այսինքն իր տեսակետից այդ ուղակի sense ոնց որ հանք էր ինչ որ, բայց ադրբեջանցիների համար դա իրենց տներն են, չէ՞, որ ասենք Քոչարյանը բացահայտ ասում է, մենք ձեր տները քանդեցինք, այդ քարերը բերեցինք ձեր քանդած տների, շոշասարքեցինք մեզ համար տներ։ Ու ինչ եք կարծում, դրանից հետո ադրբեջանցիները ինչ պետքա սեր պետքա զգան հայերի հանդեպ, հա։ Այսինքն պարզ է, չէ՞, որ այդ ատելությունը երկու կողմից է, ինչ որ ինքնով սկսել առաջինը, ավելի շատ Իհարկե, ես հիմա չեմ այդ առանձին մի հատ պատմություն է, բայց ամեն դեպքում այդ ատելուց, այդ կոնֆլիկտի ժամանակ ով է սկսում այդ երկրորդ հարցն է, բայց երկու կողմն էլ իրար տարբեր վնասներ են հասցնում, ու այդ ատելությունը խորանում է։ Այսինքն այդ ատելությունը, որ Ադրբեջանում կա մեր հանդեպ, դա ոչ թե ինչ-որ գազանային ատելություն է, որը ասենք, չգիտեմ, ոնց որ գայլը գառնուկին տեսնում է ուզում է ուտի, չէ, դա կոնֆլիկտի արդյունքում առաջացած ատելություն է, նույն ձևի ատելություն կա մեր մեջ նրանց հանդեպ, բայց նույն ձևի մենք այնպես չի, որ մենք պատրաստ ենք մեր ամեն ինչը տենց զոհաբերել հանուն նրա, որ ադրբեջանցիներին վատություն անենք, հա, ի վերջո մեզ համար շատ ավելի կարևոր է մեր կյանքը, մեր անվտանգությունը, մեր բարգավաճումը, մեր ազատությունը եւ այլն։ Դե Ադրբեջանի բարեկայում ազատության մասին երևի խոսելը մի քիչ դեղին չի, բայց էլի այդ մարդկանց համար կարևոր հասկանալի է ինչ նկատիվն է, բայց ամեն դեպքում այդ մարդկանց համար առաջնային է իրանց ազատ բանն է, ոմանց համար իհարկե ազատությունը, բայց մեծ մասի համար բարգավաճումը, անվտանգությունը, հա, ասենք որ բարեկեցիկ կյանքով ապրեն, ու եթե Հայաստանի դեմ ինչ-որ քայլերը վտանգելու են այդ ամեն ինչը, իրանք դրան չեն գնա։ Նույն Ալիևը ինչին է իրա պետք, հազիվ ինքը ունի տենց կայուն երկիր, ընդդիմություն չկա, ամեն ինչ վերահսկվում է։ Միջազգային հանրությունը դրական վերաբերմունք է ցուցաբերում իր նկատմամբ, շատ կարևոր է, ինքը հաղթել է այդ պայքարում։ Հիմա եթե ինքը նոր պատերազմ սկսի, այդ պատերազմը չգնա իր ուզածով, չէ՞, վերջ ինքը այդ իր հաղթողի իմիջը կորցնում է։ Ինչի համար այդպիսի ռիսկի գնա։ Ու հա, դու շատ կարևոր բաներ ասում, որ միջազգային հանրության կողմից ինքը ընդունվել է փաստորեն։
որ ասենք ինքը այն մյուս բռնապետների շարքում այդքան դες չի հիշատել Լուկաշենկո չէ էլի առավելևս Պուտին հենց դա շատ կարևոր բան է դա իր ընդունում են որպես լուրջ խաղացողի հա իր հետ լուրջ հարաբերություններ են ուզում հաստատեն եւ այլն ու այդ ամեն ինչը իջիկ կդառնա եթե հանկարծ ուրեմն ու հա ասենք հանուն ինչի պետք է Ադրբեջանը գնա ասենք շատ իրացիոնալ շատ քայլ պետք է լինի որ ասենք դժվար է պատկերացնել բացի դրանից եթե այսօր մենք նայենք Ադրբեջանի համար ամենալուրջ ամենավտանգավոր երկրները այսպես ասած որոնք են դա Իրանն է եւ Ռուսաստանն է այնպես չի որ նրանք խնդիր չունեն իրենց անվտանգության հետ ինչ որ իմաստով նրանք գուցե այսօր ավելի լուրջ խնդիր ունեն իրենց անվտանգության հետ քան թե մենք որովհետեւ Իրանի հետ կապված հա լուրեր կային եթե հիշում ես որ պարզվեց որ Իսրայելը ասենք նո այդ բոլորը գիտեին որ Իսրայելը իրենց տարածքը օգտագործել է բայց նույնիսկ հետո պարզվեց New York Times-ը գրեց որ այնտեղ կար գաղտնի իսրայելական ռազմաբազա բացի դրանից Իրանը ունի իր այսպես ասած հավատարիմ մարդկանց Ադրբեջանի ներսում որոնք այդքան էլ շատ չեն բայց կան եւ ամեն պահի կարող են իրավիճակը ապակայունացնել այսինքն Ադրբեջանի համար անվտանգային համար մեկ մարտահրավերը Իրանն է այսօր հիմա ինքը այդ Իրանի հետ այսպես ասած հարաբերությունների կոնտեքստում մի հատ էլ հարցակվի Հայաստանի վրա ասենք կարող է Իրանը այս Այսինքն մի քանի կողմերից է ինքը Ռուսաստանը, հա, այսինքն այնպես չի, մեզ թվում է որ Ադրբեջանը sense հիանալի վիճակում է, իրան ոչ մի խնդիր չունի, մենակ մտածում է ոնց մեզ ոչնչացնի, չէ՞, այսինքն նույնիսկ այդ ռազմական ծախսերը կամ զենքերը որ հիմա առնում են իրանք, այդպես չի որ մեր դեմ է ուղղված, հա, կարող է մեր դեմ էլ օգտագործվի, եթե կոնֆլիկտը վերսկսվի, բայց առաջնային է, ինձ թվում է հենց Իրանի եւ Ռուսաստանի կողմից վտանգն է, որ իրանք ստիպում է այդ ամեն ինչը անել։ Այստեղ մի բան կա, որ պետք է անընդհատ շեշտել, շատ կարևոր է դրա համար, որ խաղաղության այդ գործընթացը շարունակվի, բանակցություններ լինեն, այսինքն չլինի ինչ որ մի բան, որ սառեցվի այս ամեն ինչը, որ առաջ չգնա խաղաղության այդ վերաբերյալ բանակցությունները։ Կոնտակտները միշտ լինեն, տարբեր հարթություններով, այդ առևտրաշրջանառությունը խորանա։ Մենք տեսնենք, որ բարբերաբար հանդիպում են հայ եւ ադրբեջանցի քաղաքական, այսպես իշխող քաղաքական վերնախավի ներկայացուցիչները, քաղաքացիական հասարակության, փորձագիտական հանրության ներկայացուցիչները, այս ամեն ինչը շատ կարեւոր է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ նայ միջ այս պահն էլ քանի որ դեմարկացված եւ դելիմիտացված չի սահմանի մեծ մասը քանի որ դեռ խաղաղության պայմանագիրը ստորագրված չի եւ այլն զորքերը դեմ դիմաց կանգնած են դեռևս եւ հիմա պատկերացրա այ որ ասում ենք ինչ հնարավոր բացասական բան կարա լինի հա ասենք պոտենցիալ տարբերակ կարա լինի եւ պատկերացրա ասենք բանակցային գործընթացում մեկ էլ ինչ պատճառներով բան ասենց լճացում է ու տենց մի քիչ տոքսիկ միջավայր է ձևավորվում ու մեկ էլ պատահական մի կրակոց իրար դեմ դիմաց են զորքերը այդ պատահական կրակոցը կարող է ինտերպրետացվել որպես հատուկ արված մի բան չէ հաշվի առնելով այդ հնարավոր ինչ որ տոքսիկ մթնոլորտը բանակցային գործընթացում ու դա կարա բերի ինչ որ կոնֆլիկտի վերսկսմանը ու այս սրանից խուսափելու համար բնականաբար պետք է դրա համար այնպես անել որ որևէ տոքսիկ մթնոլորտ չլինի բանակցային գործընթացը շարունակվի, զարգանա եւ այդ դա արդեն երաշխիքներից ամենակարևոր երաշխիքներից մեկն է։ Իսկ ամենադրական սցենարը որն է, ասենք լայն խաղաղություն հնարավոր է։ Ուրեմն ամենադրական սցենարը իմ կարծիքով այս պարագայում հետեւյալն է, որ սահմանադրական փոփոխություններ լինեն։ Օրինակի համար, չգիտեմ, ասենք այսօր 3/5-ը ունի ԿՊ-ն Միգուցե կարող են նաև սահմանադրական օրենքներ փոխել, որոնք կհեշտացնեն հանրակրվե իրականացնելու այդ գործընթացը, հա։ Դե չգիտեմ, օրինակ Պուտինին համոզում են, որ Պուտին ջան, Սամվել Կարապետյանին հրամայի թող ինքը կողմ քվեարկի։ Օրինակ, մի քիչ ֆանտաստիկ սցենար է, բայց կամ ասենք, չգիտեմ, падգամավոր ընդդիմադիր падգամավորներից մի քանիսը ասում եմ լավ է պարտվածների մեջ ինչի մնանք մենք էլի ասեն ԿՊ-ի կողմը կամ ուղղակիորեն որպես անկախ падգամավոր հանդես գան ու կողմ քվեարկեն դե ես նաև կարող եմ այս սցենար պատկերացնել որ ընդդիմությունը օրինակ համաձայնվում է այդ հանրակրվեին համարելով որ դա շանս է ըստ ասած քաղաքական պարտության մատնել Փաշինյանին
որ իրանք ասեն, հա, եկեք անցկացնենք այդ հանրակրվեն, ու մենք բոլորի բան ես ասում, հա, դրա օրինակ ու դա ինձ թվում է վտանգավոր սցենար է, որտեղ օրինակ երբ որ պետքա դու կողմ քվեարկես, ասենք չեմ պայմանական Սամվել Կարապետյանին, լիքը մարդ չի գնա այդ, չի քվեարկի այդ մարդուն։ Բայց երբ որ դու ասում ես սա հանրակրվե է, ու սա հանրակրվե է Նիկոլ Փաշինյանի վստահության մասին, ու ով որ իրան չի սիրում, թող գա դեմ քվեարկի, դրան գումարվում այն, որ այդ ամեն ինչը նկատվում է որպես Ադրբեջանի կողմից դրված պահանջ, օրինակ եթե մեր ընդդիմությունը քաղաքական լիներ, հա, եթե այնտեղերով քաղաքական գործիչներ լինեին, իրենք մեծ հաճույքով կգնային դրան ու շատ լուրջ կարող է վտանգ ստեղծվեր Փաշինյանի համար, հա, այդ սցենարը, որ իրանք էլ ասեն, հա, եկեք ոնց որ իրանք բան ունեին, էլի, բլոդի տրամադաբանությամբ սրեին, այսպես ասած, ասեն, հա, եկեք քվեարկենք, մենք բան ենք անում, կողմ ենք, որ հանրակրվե լինի, բայց բոլորին կոչ ենք անում գնալ ու դեմ քվեարկել։ Դա շատ լուրջ խնդիր կստեղծեր Փաշինյանի համար, բայց ինձ թվում է մեր ընդդիմությունը դա քաղաքական գործիչներ չեն այնտեղ որտեղի բանն են, էլի։ Նույնիսկ Քոչարյանը ինքը քաղաքական գործիչ է, բայց դեմոկրատական քաղաքական գործիչ չէ, էլի, ինքն էլ այդ դրա այդպես բաների մեջ ինքը այդպես չի կարողանում լավ կողմնորոշվել, էլի։ Հա։ Դրա համար ինձ թվում է այդ քիչ հավանական սցենարը, բայց տեսականորեն դա էլ է հնարավոր։ Ամեն դեպքում, ուրեմն, այսինքն դրական բան կլինի, որ խաղաղության այդ ավելի շուտ սահմանադրության փոփոխության հարցը դրվի հանրակրվեի եւ բնականաբար ժողովրդի մեծամասնությունը անհրաժեշտ մի խոսքով ձայներ լինեն, որպեսզի այդ փոփոխությունը լինի, դա բնականաբար կհանգեցնի, կարծում եմ նրան, որ խաղաղության պայմանագիրը շատ կարճ ժամանակահատվածում կստորագրվի, ըստ էության ավելի կխորանան առևտրատնտեսական հարաբերությունները, հայ-թուրքական սահմանը կբացվի, հայ-թուրքական հարաբերությունները շատ կարճ ժամանակահատվածում կնորմալիզացվեն ու կապեր կստեղծվեն, կսկսվի նաև շինարարություն, նոր երկաթգիծ, դրական բաներից մեկը կլինի, այսինքն էլի ամենալավ սցենարի դեպքում, հա, սա ենք քննարկում, որ այդ կոնցեսիոն կառավարումն էլ վերանա, հա, այսպես ասած ու ամբողջությամբ մենք տիրապետենք մեր երկաթ գծերին, բնականաբար թրիփը ավելի արագ ժամկետներում էլի ամենալավ դրական բանը կլինի, հա, որ շատ արագ սկսի կառուցվել ու բացի թրիփից նաև մի քանի էլի տենց հանգուցային ինչ որ, հա, ճանապարհներ կառուցվեն ու Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա, Հայաստան այսպես ճանապարհային, այսպես ասած, հա, ինֆրաստրուկտուրային այդ պրոյեկտները շատ լինեն, մեկը չլինի, երկուսը չլինի, հնարավորինս շատ լինեն ու բնականաբար նաև շատ արագ կերպով տեղի ունենա դելիմիտացիա եւ դեմարկացիայի գործընթացը։ Այդ ամենալավ, հա, բնականաբար դիվանագիտական հարաբերություններ են հաստատվում այդ պարագայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի, Թուրքիայի միջեւ։ Ու սա արդեն ու բնականաբար նաեւ այդ ամեն ինչը հանգեցնում է նրան, որ հասարակությունների միջեւ փող այցելություններ, ասենք տարբեր խմբերի ատելության խոսքի կամ վերացում կամ ամենամինիմումի որ հասնի, հա, որ ինքը չխանգարի ընդհանուր գործընթացին։ Այսինքն սկսվի նաեւ հաշտեցման, հա, միգուցե այդ գործընթացը, իհարկե այստեղ էլի լինելու են բաներ, որ, բայց չէ որ արդարը սա է, չէ, ոնց կարելի է ասենք առանց արդարության հաստատման հաշտեցում բան, այդ ամեն ինչը մեկը լինելու է, այսինքն նույնիսկ լավագույն սցենարի դեպքում այդ նման խոսակցություններ, նման բան, ռուսերեն ասում են, ասադակ դա աստայոցը բնականաբար։ Բայց այստեղ մի հատ մտավախություն կա, որ եւ իհարկե ընդդիմադիրները առաջերտին դա կասեն, բայց ոչ միայն ընդդիմադիրներն են, որ այդպիսի մտավախություն ունեն, որ կարող է, եթե օրինակ ենթադրենք թե հանրակրվեն անցկացվի, Ադրբեջանը ինչ-որ նոր նախապայմանով հանդես գա։ Այս դեպքում Միքայել, ես մտածում եմ, որ լրիվ նույնը չէ, բայց մոտավորապես նույն կամ մոտ կլինի այն սցենարը, ինչը որ կարող է լինել պատերազմի դեպքում։ Այսինքն արևմուտքի կողմից շատ լուրջ բացասական վերաբերմունք արդեն Ադրբեջանի նկատմամբ։ Դե ինձ թվում է հիմա արդեն խոչընդոտում եք խաղաղության process-ին, դուք խոչընդոտում եք տարածաշրջանային պրոյեկտներին եւ այլն, սա ինչը չենք հասկանում արդեն։
մի քիչ Այսինքն հիմա արդեն որոշակի տենց մեղմ, բայց ճնշում կա Ադրբեջանի վրա, արևմուտքի կողմից, որ եկեք դուք այդ Սահմանադրության ձեր պահանջը մի տեսակ կա, բայց դա նյարդայնացնում է Ադրբեջանին եւ գիտես որոշ ասենք նաեւ բաներ կան Եվրոպայում եւ որոշ բաներ կա նախաձեռնություն ասենք եվրոպական նախաձեռնություններ Եվրոպարլամենտի կողմից որոշ այսպես բանաձևեր են ընդունվում, որոնք Ադրբեջանում բացասաբար են բանալվում եւ ինչ որտեղ մի քիչ կարծում եմ, որ նման բաները երևի ավելի լավա չլինեն։ Նայ, տես ոնց որ հիմա մենք պետք է ասենք, որ բայց լավ այլ է, այսինքն արևմուտքը տարբեր եվրոպական կառույցներ քննադատում են Ադրբեջանի, նշանակում է մեր դիրքերը ավելի են ամրապնդվում, հա, այս ամեն ինչի արդյունքում եւ այլն, բայց այդ խափուսիկ բան է շատ էլի, այսինքն հիմա արևմուտքի այդ գործողությունները եթե հանկարծ հանգեցնեն նրան, որ Ադրբեջանը ասի ոնց որ ինադու, հա, ասի, հա, դուք ինձ ճնշում եք, դե ուրեմն կանգնացնում եմ գործընթացը ես օրինակի համար մեր կողմից։ Բայց դե այդ հա, ասենք եթե չափնացնեն լավ չի լինի, եթե Ադրբեջանը պես կանգնացնի, բայց մյուս կողմից լավ չի, որ մի քիչ ճնշում լինի Ադրբեջանի վրա, որ Ադրբեջանը ավելի sense տրամադրված է, ասի լավ, դե Հայաստանի հետ այդ հարցը լուծենք, որ sense ճնշումների չենթարկվենք։ Կոնստրուկտիվ բան է պետք ստեղ էլի։ Այդ ճնշում նույնիսկ չեմ էլ ուզում ձևակերպել դա։ Այսինքն ավելի ակտիվ, պրոակտիվ քաղաքականություն արևմուտքի կողմից։ Շահագրգռելու Ադրբեջանին, որ ինքը արագացնի գործը։ Բայց մի կողմից շահագրգռում են, մյուս կողմից ասում են եթե չանեք, դա sense վատ կլինի։ Դե այդ ոնց որ մեկը օթից կախված է դա։ Ինչպես դա խնդիրն է, որ իրանք այդ ռեսուրսը հստակ չունեն, էլի, որ Ադրբեջանին ճնշեն։ Այսինքն իրանք sense հայտարարություններ անելով, եթե Ադրբեջանը մի օր ասի դե որ տենց է, ընդհանրապես դուրս են գալի, իրանք տենց այդ բարակայում Ադրբեջանին շատ պատժելու բան չունեն, որտեղ այդ անանիվ պատերազմ չէ, էլի, ինձ չէ, Ադրբեջանը պատերազմ հայտարարեց ու տենց պետք է միանշանակ սանկցիաներ ենթարկվի։ Ու ոչ էլ հետա քաշվում Ադրբեջանը ստանձնած պարտավորությունից, եթե տենց վերցնենք, չէ։ Այսինքն բոլորը ընդունել են, որ հա, էլի, ինքը ասում է, որ այս համանդրության այդ բանը կա, ու նենց չի, որ իրան ասել են, չէ, անկած տենց բան չասես։ Վերջ, ինքը ասում է ես շարունակում եմ իմ այդ քաղաքականությունը։ Այլ բան էլի վերադառնանք այն բանին, որ եթե ինքը նոր պահանջներ դնի, այս դեպքում արդեն այո, ես կարծում եմ, որ այստեղ ճնշում լրիվ արդարացված կլինի, բայց այս պայմաններում ավելի շատ իհարկե։ Դե մի հատ բան կա, այս Ադրբեջանի հետ կապված, որ միշտ մեզ մոտ ասում են, այդ արևմտյան Ադրբեջանի դիսկուրսն է, որը տենց չի դադարում այնտեղ։ Ու ինձ թվում է, որ սա ինչի հետ է կապված, հա, որ մեզ մոտ էլ եւ եթե մենք վերցնենք ոչ միայն Հայաստանի կառավարությունը, այլ եւ ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը, Սփյուռքը, մեզ մոտ չի դադարում, ասենք Ղարաբաղի հայերի վերադարձի մասին դիսկուրսը։ Եվ արևմտյան Ադրբեջանի իրաց դիսկուրսը դրա պատասխանների կողմից, այս է ֆիքսենք էլի։ Հա, բայց Ադրբեջանում տես չկան ընդդիմադիրներ, բայց իրանք ընկալում են հայերին որպես մի ամբողջություն։ Իրանք չեն նայում, որ ասեն Նիկոլ Փաշինյանը դա մի բան է, իսկ ասենք չեմ Հայաստան Դաշնքը ուրիշ բան է, Սփյուռքը երրորդ բանն է։ Հա, իրանք բարձր հասկանում որ տարբերություններ կան, որ իրանք իրար հետ չունեն, բայց ընդհանուր առմամբ իրանք նայում են էսա, Հայաստանում խոսում են, ասենք վերադարձի իրավունքից, ուրեմն մենք է պետք է խոսենք վերադարձի իրավունքից։ Հայաստանում խոսում են Արցախից, ուրեմն մենք պետք է խոսենք արևմտյան Ադրբեջանից եւ այլն, հա, ու դրանք Հայաստանի խորհրդարանում դրված են Արցախի դրոշները, դիմադիր չէ, падգամավորները իրանց դրել են եւ ասում են սա ինչ է, ասենք։ Ու իրանք ասենք նաեւ իրանք ոնց որ չեն ուզում իրանք տեսնում են որ կա ինչ որ հատված Ադրբեջանում որ տենց ավելի արմատական տրամադրված, իրանք չեն ուզում բաց թողնել այդ հատվածի վերահսկողությունը, հա, այսինքն Ալիևի բանը վարչակազմը ինքը ուզում է դրանց էլ վերահսկել, հա, ու ասենք որտեղ ոնց է տոտալիտար համակարգերը կամ խիստ ավտորիտար համակարգերը այդպես են կառուցված, որ իրանք ուզում են բոլորին վերահսկեն, հա, ասենք եւ ավելի լավ է որ իրանց ղեկավարությամբ լինի այդ գործընթացները դրա համար ինձ թվում է իրանք նաև այդ արևմտյան Ադրբեջանի համայնքին այսպես կոչված իրանք կազմակերպում են որպեսզի վերահսկվող լինի որպեսզի իրանց պես ասած հանգարց իրանց գծից դուրս չգա այո ու իհարկե մեզ դա շատ նյարդայնացնում է բարձր որ Հայաստանում այդ ամեն ինչը լսում են եւ նյարդայնանում են եւ ընդդիմության համար այդ ամեն ինչը sense հիանալի մի հատ նվեր է որ կարելի է օգտագործել
Բայց ես նաև չեմ կարծում, որ սա ինչ-որ հստակ sense աշխարհակահաղական ծրագիր է, ինչ-որ հա պլան B, պլան C կարելի է նայել, ասենք եթե Հայաստանում օրինակ իշխանությունը փոխվի, հա, եւ կան այսպես ավելի խաղաղության հանդեպ ուրիշ ձևով տրամադրված մարդիկ ու ասած իրանց ձևով խաղաղություն փորձեն հաստատել, ասենք ուժեղ խաղաղություն կամ երաշխավորված խաղաղություն, կամ սկսեն չինեմ վերադարձի իրավունքից խոսել, այդ ժամանակ իհարկե Ադրբեջանը կասի դե հեսա Արևմտյան Ադրբեջանի համենք ստուդիո։ Բայց հիմա այնուամենայնիվ իրանք ուղղակի այտենց ոսա չեն ուզում դեռ փակել այդ պրոյեկտը։ Այո։ Դրա համար բարբերաբար ինչ-որ բաներ անում են, ինչ-որ խոսակցություններ կան, բայց նաև ոնց որ դա հիմնական իրանց ծրագիրը չի։ Այո, բայց այնուամենայնիվ հայկական կողմը կարծում եմ անընդհատ պետք է խոսի այն մասին, որ այդ տերմինը, երբ որ դուք պետական մակարդակով օգտագործում եք, անընդունելի է, ինքը վնասում է խաղաղությանը։ Հա? Այդ ու ստեղ լրիվ արդարացի բան է դա, ինչ է նշանակում Արևմտյան Ադրբեջան, հա։ Այո, իրենք ուրեմն չունեն ընդդիմություն, ինչպես նշեցիր, եւ ըստ էության հիմա եթե մեր ընդդիմությունը ինչ որ բան է առաջ քաշում, իրանք պետքա պատասխանեն դրան, չէ՞։ Հիմա եթե չունեն ընդդիմություն, ով պետքա պատասխանի։ Պարզա որ պետության կողմից վերահսկող ինչ որ կառույցներ։ Էսա։ Դա իրանք կողմից ֆինանսավորվող կառույցներ։ Ու ասում են, բավարար պատասխանենք մենք։ Եվ այս է լինում, փաստորեն իրանք արձագանքը այդ տեսակ արձագանքը։ Բայց այստեղ մի հատ բան շատ կարևոր պետք է ասեմ, էլի, որ դեպ դու կհաստատես, որտեվ շատ հաճախ հենց ենք մասնակցել ենք, հա, տարատեսակ տենց հանդիպումների փորձագիտական մակարդակով, ուրեմն որևէ անգամ չի եղել օրակարգում այն հարցը, որ եկեք քննարկենք, թե այ կա Արևմտյան Ադրբեջան, կա 300,000 թե չգիտեմ ինչքան ադրբեջանցիներ, որոնք պետքա վերադառնան Հայաստան, եկեք քննարկենք, թե ինչպես ենք դա անելու։ Ու որ դուք ընդունեք, որ դա այդ օրակարգը ընդունեք, չէ, եկեք չի եղել տենց բան։ Ոչ մի անգամ միշտ եղել է այսպես, որ մենք լսում ենք, մենք ենք ասել, չէ, առաջինը հենց մենք ենք այդ հարցը դրել, որ մենք լսում ենք ձեր կողմից, որ այսպիսի ուրեմն նարատիվներ են, այսպիսի կազմակերպություն կա, որ այսպիսի նարատիվներ են, այսպիսի անվանում ունեցող կազմակերպություն եւ այլն, ինչ ասա, սա խոչընդոտում է մենք գտնում ենք, հա, այդ խաղաղության գործընթացին, սա հայասարակության կողմից բնականաբար բացասաբար է ընկալվում եւ այլն, ու իրենք ուղղակի պատասխանել են, թե ինչու այդ ամեն ինչը կա։ Ու մոտարապես ըստ էության ասել են, ինչ որ մենք հիմա ոնց որ բացատրեցինք։ Եվ վերջ։ Որևէ անգամ չի եղել, որ ասել, հա, բա դուք պետքա դա ընդունեք։ Եղել է տես բան։ Իմ մասնակցությամբ որևէ չի եղել եւ խոսքով չեն գալու էլի 300,000 ադրբեջանցիները։ Եվ նույն բանն էլ եղել է առաջի թրեքում, այսինքն երկրների ղեկավարների, հա, հարաբերություններում եւ դա նայ, ես ինչ եմ վստահ դրան, որտեվ սովորաբար այն ինչ որ կա առաջին թրեքում, այսինքն երկրների ղեկավարների միջև հանդիպումներում, լինում է նաև 1.5 թրեքում փորձագետների միջև հարաբերություններում։ Ու քանի որ փորձագետների այդ միջև այդ 1.5 թրեքի դաշտում երբևէ նման հարց չի եղել Ադրբեջանի կողմից առաջ քաշված, հա, ես կարող եմ պնդել, որ դա չի եղել նաև առաջի թրեքում։ Լավ, քանի որ արդեն դες երկար ենք խոսում, հեսա պետք է ավարտենք, մի փաստարկել կա, որ ավելի շատ երկի երկարաժամկետ բանին է վերաբերում, բայց ինձ թվում է դա լուրջ փաստարկ է, դրան լուրջ պետք է վերաբերվել, որ այնուամենայնիվ Ադրբեջանը ավտորիտար պետություն է եւ վաղ թե ուշ այդ ավտորիտար պետությունում արտաքին թշնամու, այսպես ասած, կարիք է առաջանում, ու հիմա արդեն կա այս տասնամյակներով կերտված հայի կերպար, որպես թշնամի, հիմա ինչքանով իրանք կարող են հրաժարվել այդ կերպարից առանց իրանց ոնց որ պետական գաղափարախոսության, իրենց քաղաքական համակարգի հիմքերը խարխլելու։ Այսինքն այդ ռիսկ չի իրանց համար, որ իրանք տասնամյակներով ամեն ինչ կառուցված ա եղել նրա վրա, որ հայը թշնամի է, հիմա մեկ էլ տեսար ասում են դե վերջ, բարիշեցինք, բրծավ։ Չէ, իրանց մոտ այդ հարցը լուծվում է սենց, մենք հաղթել ենք։ Մենք թշնամուն հաղթել ենք, մենք իրեն պարտադրել ենք, որ ինքը հաշտվի, սա է նրանց դիսկուրսը։ Ու սա էլ մեր մոտ շատ հաճախ տենց չի ընկալվում, չէ՞, ասում են, բայց եթե դուք խաղաղության գնացող, ասենք պետությունը տենց ռետորաբանություն առաջ քաշի, բայց ինքը հենց փակում է այդ քո ասածը։ Դրա համար է
Իհարկե անդուր բան է դա մեր համար, հա, երբ որ նայում ենք, բայց դա բխում է ավտորիտար պետության, այո, բանից, որ տեսակ մենք ոնց ցույց տվեցինք ամբողջ աշխարհին, դու տեսակ ոնց այդ Հայաստանը, որ այստեղ մի հատ ուրիշ խնդիր կա, որ արդեն երկարաժամկետ կտրվածքով առաջանալու, որտեվ ինձ թվում է տրամաբանությունը այնպեսին է, որ դե մեզ մոտ ժողովրդավարական համակարգը ոչ դրիվ կայացած, բայց ամեն դեպքում տնտեսական զարգացում մենք ունենք, օրինակ այս անցած տարվա տվյալներով Հայաստանի թվերը շատ ավելի լավն են, քան Ադրբեջանի թվերը։ Հիմա եթե սահմանները բացվեն առավել եւս նոր ինվեստիցիաներ, նոր պրոյեկտներ եւ այլն, իսկ Ադրբեջանում տնտեսությունը դժվար թե շատ այտենց բուրըն զարգանա, ու եթե զարգանա, դրա օգուտները հիմնականում գնալու է քաղաքական վերնախավին օլիգարխիային, հա, ու ընդհանրապես մեծ հաշվով մարդիկ այնտեղ տենց շատ լավ չեն ապրելու, հա, ինչ որ չափով իհարկե այնտեղ էլ կլինի առաջադիմություն, բայց ես պատկերացնում եմ, որ ասենք մի 10 տարի հետո, օրինակ Հայաստանում մարդիկ շատ ավելի լավ կապրեն, քան Ադրբեջանում, որտեղ իրենց մոտ մի հատ հարց կառաջանա, որ Ժորժ ջան, մի րոպե, էս ոնց են եղավ։ Ու իրենք չեն ասելու այդ նրանից է, որ մեր համակարգը կոռումպացված օլիգարխիկ է եւ այլն, ասել են հայերն են, էլի։ Այ իրանք ժամանակին մեզ գցեցին, տենց ստորագրեց, խափեցին, ստորագրեցին քաղաքացիական։ Չէ։ Ինչի՞ չէ, ես էլ եմ համարում որ չէ, բայց չէ, որովհետեւ իրանք են ասում, որ մենք ենք իրանք պարտադրել ախր, իրանք դիսկուրսը հետեւյալն է, ասում են մենք հաղթել ենք պատերազմում եւ իրենց պարտադրում ենք այս խաղաղությունը։ Էդ է եղել իրանք դիսկ։ Եվ իրանք վերջի վերջո հասկացան, որ մենք ճիշտ էինք, հասկացան, որ խաղաղություն է պետք ու հիմա ճիշտ քայլեր են կատարում։ Դրանից հետո ասեն, որ մեզ խափեցին, դա չի ընկալվի, բացարձակապես։ Ուրիշ բան, որ հա, դու ճիշտ բան ես ասում, որ վերջի արդյունքում տարիներ հետո կարող է այդ տարբերությունը զգա այդ ժողովուրդը, դե իրանց որոշելիքն է արդեն, ինչ պետք է ինքը անի այդ ժամանակ, հա, ես չեմ կարող ոչ մի բան ասել։ Կարող են ինչ-որ տարբեր բացատրություններ իրանց տալ, կարող է այդ բացատրությունը համոզիչ լինել այդ հասարակությանը, կարող է համոզիչ չլինել, չգիտեմ, բայց մյուս կողմից էլ ես կարծում եմ, որ այնուամենայնիվ Ադրբեջանն էլ ունի հնարավորություն տնտեսական նորմալ ցուցանիշներ արձանագրելու, լինելով նաև այս պրոյեկտների մեջ, հա, ու այդ որ արևմուտքը իրան լուրջ է վերաբերում, մոտավորապես ասենք այն արաբական պետությունները, որոնք օրինակ արևմուտքի դաշնակիցներն են, չէ՞։ Ճիշտ է, իրանք շատ ավելի նավթ ունեն, քան ասենք Ադրբեջանը, բայց այնուամենայնիվ էլ, այսինքն այնպես չի, չէ՞, որ օրինակ այդ ավտորիտար պետությունները, ասենք վատ տնտեսական ցուցանիշներ ունեն, ասենք խոսքը բարձա, չէ՞, որ պետությունների մասին։ Պետությունները, որոնք ընդհանրապես բացարձակ միապետություններ են շատերը, բայց այո։ Լավ, դե ու ամեն դեպքում ինձ թվում է մի քիչ օրինակ ճիշտ չի, որ մենք հայերով sense քննարկենք Ադրբեջանի դեմոկրատիայի հարցերը, որտեղ մեր գործը չի, ու ամեն դեպքում մենք եթե մենք ինչ-որ հաշտություն կամ խաղաղություն ենք փնտրում ինչ-որ մեկի հետ, այդ ինչ-որ մեկը մեզնից տարբերվում է, նաև այդ առումով է տարբերվում։ Մենք այս արժեքների կողմնակից ենք, այն հասարակության մեջ, հիմա չգիտեմ ոնց է ստացվել, դա ուրիշ արժեքների կողմնակից են, մենք պետք է ընդունենք, որ այդպեսին է այդ հասարակությունը։ Դրա համար ես նաև մեր որոշ այսպես քաղաքացիական հասարակության մեջ մարդիկ կան, որ ասում են ոնց կարելի է ավտորիտար պետության հետ բանակցել եւ այլն, դե հիմա այդ է։ Մենք ոչ չենք կարող այդտեղ գնալ, ասենք սահմանադրական փոփոխություններ անել, նոր բանակցենք իրաց։ Հիմա այսպեսին որ կան, այդպեսի պետության հետ բանակցում ենք։ Իհարկե, կոնֆլիկտը մեր այդ տեսակի պետության հետ է եղել ու բնականաբար ու այնուամենայնիվ կարծում եմ այս ամեն ինչը, գիտես, մի քիչ բարդ թեմա է եւ երևի նոր դրանով ավարտենք մի հատ։ Նա ինչ է ուզում ասել, ուզում եի ասել, որ այս մի հատ ասեմ, բայց կարող է այդ ավարտող բանը դու ասես, էլի։ Շատ հաճախ որպես ասենք դու, չգիտեմ, մարդու իրավունքների պաշտպան, ժողովրդավարությամբ զբաղվող, ժողովրդավարության հարցերով ակտիվիստ, հա, եւ այլն, կարող ես ունենալ այլ դիրքորոշում միևնույն երևույթի վերաբերյալ, քան մարդը, որը զբաղվում է խաղաղաշինությամբ, որը ուղղակի հրապարակախոս է ուզում նպաստի նրան, որ փոխվի մթնոլորտը, որ իսկապես խաղաղություն հաստատվի եւ այլն եւ այլն։ Հիմա ես իմ մեջ էլ այդ երկու բաները կան, հասկանում ես, ու գերիշխումը բնականաբար քանի որ հայ եմ, ապրում եմ Հայաստանում եւ շահագրգռված եմ առաջ երթին նրանով, որ հարաբերությունները նորմալիզացվեն եւ լինի խաղաղություն, ես այս հարցի վերաբերյալ այն իմ ինքնությունը
Դնում եմ մի կողմ։ Առավել եւս որ շատ հաճախ այն երբ որ հայերը խոսում են Ադրբեջանում ժողովրդավարությունից, իրականում դրա հիմքում կոնֆլիկտն է անկած։ Այսինքն դա ոչ թե նրա մասն է, որ իրանք իրոք ուզում են այնտեղ ժողովրդավարություն լինի, այլ նրա մասն է, որ ուղղակի դա հարմար բան է իրանք քննադատելու համար։ Դրա համար Ադրբեջանում էլ, ասենք, նույնիսկ եթե ես ու դու հիմա սրտանց խոսենք Ադրբեջանի ժողովրդավարության մասին, Ադրբեջանում դա չի ընկալվի։ Ասեն դե հայեն ուզում են մեր դուչին սարքեն։ Դրա համար ինչքան նույնիսկ եթե ես սրտանց ուզում եմ որ բոլոր տեղերում լինի ժողովրդավարություն, բայց երբ որ խոսքը Ադրբեջանի մասին է, ինձ համար որպես հայ, որպես հայաստանցի առաջնահերթ կարևորություն ունի խաղաղությունը եւ ես Ադրբեջանին նայում եմ որպես երկիր, որի հետ մենք պետք է խաղաղություն հաստատենք ու դա այն երկիրն է, որը կա։ Ու ես այնպես ավելորդ հարցեր քաղաքական համակարգի վերաբերյալ կամ ինչ-որ ուրիշ բանի վերաբերյալ ես չեմ տալիս։ Մի խոսքով ինձ թվում է կարելի է սրա վրա ավարտել, որ իրոք ամենակարևորը խաղաղությունն է եւ հույս ունեմ, որ մենք աշնանը նորից կհանդիպենք եւ կշարունակենք խոսակցությունը այդ թվում խաղաղության մասին։ Այո, մինչ նոր հանդիպումներ։